Ծննդոց կենսաուսումնասիրություն բ. Սատանայի ապստամբությունը Եզեկիել 28:15-ում ասվում է, որ Սատանան իր ստեղծված օրվանից կատարյալ էր իր ճամփաներում։ Անշուշտ Աստված չստեղծեց չար Սատանա, Աստված ստեղծեց բարի և կատարյալ հրեշտակապետ, սակայն որոշ ժամանակ անց այս հրեշտակապետը, օծյալ Քերովբեն, ապստամբեց Աստծո դեմ։ Հաղորդում երկրորդի 1 պատճառը Սատանան Աստծո դեմ ապստամբեց իր սրտի հպարտության պատճառով։ Եզեկիել 28:17-ում ասվում է, որ իր գեղեցկությունից նրա սիրտը հպարտացավ և իր վայելչությունից նա ապականեց իր իմաստությունը։ Նա իմաստությամբ լի ու գեղեցկությամբ կատարյալ էր, նա կատարելության կնիք էր։ Եզեկիել 28:12 Սա նշանակում է, որ նա ուներ կատարելության լրիվ չափը և ոչ մի բանում թերի չէր։ Նա նայեց իր գեղեցկությանը և հպարտացավ, նա նայեց իր վայելչությանը և ապականվեց։ Նայել այն բանին, թե ինչպիսին է Աստված մեզ պատրաստել, և մոռանալ Աստծուն մեզ միշտ հպարտանալու փորձության է ենթարկում։ Հպարտությունը դարձավ Սատանայի ապստամբության պատճառը։ Դրա համար էլ առաքյալը նորահավատին երբեք թույլ չէր տալիս իր երեց լինել եկեղեցում, որ չլինի թե հպարտանալով սատանային վիճակված դատապարտության մեջ ընկնի։ Ա Տիմոթեոս 3:6 Չարը կարող է օգտագործել բոլոր բնական առաքինություններն ու հատկանիշները և բոլոր հոգևոր պարգևները, որպեսզի մեզ հպարտ դարձնի։ Նույնիսկ Պողոս առաքյալը կարող էր հպարտանալ խիստ շատ հայտնությունների համար։ Բ Կորնթաց 12:7 Հպարտ Սատանան դեռ շրջում է երկրի վրա փնտրելով հպարտներին, որոնց կարող է կուլ տալ։ Ա Պետրոս 5:8 Նրան հակառակվելու միակ ճանապարհը մեզ խոնարհեցնելն է, հեզությամբ գոտևորելը, քանի որ Աստված հակառակվում է ամբարտավաններին, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Ա Պետրոս 5:9, 5:6 Այս հարցում Տեր Հիսուսը լավ օրինակ է։ Սատանան բարձրացրեց իրեն, սակայն Տեր Հիսուսը խոնարհեցրեց իրեն։ Ֆիլիպպեցիս 2:8 Այս կերպ Տերը հաղթեց Սատանային, և Սատանան նրանում ոչինչ չուներ։ Հովհաննես 14:30 Երկրորդ նպատակը Սատանայի ապստամբության նպատակը իրեն բարձրացնելն էր, իրեն Աստծո հետ հավասարեցնելը։ Եսայի 14:13-14-ում հայտնաբերում ենք, որ իր ապստամբության ժամանակ Սատանան 5 անգամ ասաց. Ես կելնեմ, ես կբարձրացնեմ իմ աթոռը, ես լեռան վրա կբնակվեմ, ես ամպերի բարձրությունների վրա կբարձրանամ, ես Բարձրյալին կնմանվեմ։ Սատանան ուզում էր Աստծո հետ հավասար լինել։ Սա էր Աստծո դեմ ապստամբելու նրա նպատակը։ Փառասիրությունը, դիրքի ձգտումը Աստվածաշնչում գրառված յուրաքանչյուր ապստամբության դրդապատճառն է։ Եվ Բաբելոնի ծննդոց 11:4-ը, և Դաթանի, Աբիրոնի ու Իսրայելի 250 իշխանների թվով 16:1-3 և Աբիսողոմի ապստամբությունները։ Գ Թագավորաց 15:10-12 Բարձր դիրք գրավելու չար ձգտումների պատճառով էին, սակայն Տեր Հիսուսը ինքն իրեն ունայնացրեց, ստրուկի կերպարանք ընդունելով, ուստի և Աստված շատ բարձրացրեց նրան և նրան մի անուն շնորհեց, որ բարձր է ամենի անունից։ Ֆիլիպպեցիս 2:7-9 Գործընթացը Սատանան ապստամբություն սկսեց Աստծո դեմ, Աստծո իշխանությունը տապալելու չար մտադրությամբ։ Եզեկիել 28:15-18 Եսայիա 14:13-14 Ոչ միայն նա ապստամբեց, այլ ապստամբեց նաև հրեշտակների զգալի մասը, որ նրա իշխանության տակ էին։ Հայտնության 12:4-9-ում մենք տեսնում ենք, որ երկնքի աստղերի 1/3 մասը, այսինքն հրեշտակների 1/3-ը նրան հետևեցին։ Հայտնության մեջ աստղերը ներկայացնում են հրեշտակներին։ Մատթեոս 25:41-ում Տեր Հիսուսն ասաց. «Սատանան և իր հրեշտակները»։ Եփեսացիս 2:2-ը նկարագրում է Սատանային որպես օդի իշխանության իշխան։ Իսկ Եփեսացիս 6:12-ը ասում է, որ իշխանություններն ու զորությունները օդում են։ Այս իշխանություններն ու զորությունները Սատանայի իշխանության տակ գտնվող հրեշտակներն էին, որոնք իշխում էին մինչանդամական տիեզերքում։ Հետևաբար դրանք օդի զորություններն են։ Երբ Սատանան ապստամբեց Աստծո դեմ, նրա հրեշտակներից շատերը հետևեցին նրան։
իր հապստամբության մեջ, դառնալով ընկած հրեշտակներ, չար հոգիներ։ Այսօր տիեզերքում հրեշտակների երկու կատեգորիա կա՝ բարի հրեշտակներ և չար հրեշտակներ։ Բարի հրեշտակները կանգնած են Աստծո հետ, իսկ չար հրեշտակները միության մեջ են Սատանայի հետ Աստծո դեմ։ Կենդանի էակները, որոնք այդ ժամանակ երկրի վրա էին, իսկ ավելի ուշ երկրի վրա դարձան դևեր, նույնպես դիմացան Սատանայի հապստամբությանը։ Եթե կարդանք 4 ավետարանները, կտեսնենք, որ երկրի վրա հոգիների ուրիշ տեսակներ կան՝ դևերը։ Ով և ինչ են դևերը։